Կիևի իշխանությունները մտադիր են կեղծ դրոշի ներքո սադրանքներ կազմակերպել ՆԱՏՕ-ի երկրներում, որպեսզի դրանում մեղադրեն Ռուսաստանին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Կիևի ծրագիրն է վերանորոգել մի քանի խոցված կամ գաղտնալսված ԱԹՍ-ներ, այնուհետև դրանք զինել մարտական խոցող տարրով և ուկրաինացի մասնագետների կողմից կառավարվող ԱԹՍ-ներ ուղարկել Լեհաստանում և Ռումինիայում ՆԱՏՕ-ի խոշոր տրանսպորտային հանգույցներ։ Ուկրաինայի հաջող սադրանքի դեպքում երրորդ համաշխարհային պատերազմը սարերի հետևում այլևս չի լինի, նշել է դիվանագետը։ Եթե այս ամենը հաստատվի, ապա մենք պետք է խոստովանենք, մեր ժամանակներում Եվրոպան երբեք այդքան մոտ չի եղել երրորդ համաշխարհայինի սկսվելուն, ընդգծել է Զախարովան։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, այս պահին այլևս չի կարելի խոսել Գերմանիայում խաղաղության մասին։ Մենք պատերազմի մեջ չենք, բայց այլևս խաղաղ չենք ապրում, հայտարարել է կանցլերը։ Ամենօրյա դիվերսիաներ, տվյալների կենտրոնները շարքից հանելու փորձ, կիբերհարձակումներ, նշել է պաշտոնյան։ Իրանը վերջին ամիսներին արագացրել է շինարարությունը Նաթանզից հարավ գտնվող գաղտնի ստորգետնյա ռազմական հաստատությունում, ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, հայտնում է Washington Post-ը, հղում անելով արբանյակային լուսանկարներին և վերլուծաբաններին։ Աշխատանքներն իրականացվում են 2020 թվականից, սակայն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո գործընթացը զգալիորեն արագացել է, ասվում է հոդվածում։ Նշվում է, գաղտնի օբյեկտը գտնվում է Նաթանզում գտնվող միջուկային համալիրից 1,6 կիլոմետր հարավ, Զագրոսի լեռնաշղթայի տակ։ Պարբերականի տվյալներով Զագրոսի լեռնաշղթայի խորքում թունել է կառուցվում։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, կցանկանար խոսել ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ես նրան ասելու բան ունեմ։ Կարծում եմ, եկել է այն ժամանակը, երբ մենք պետք է խորհրդակցությունների մեջ մտնենք, ասել է Լուկաշենկոն։ Բելարուսի առաջնորդը հիշեցրել է հատուկ ռազմական գործողության սկզբում իր առաջարկի մասին, նստել և 3 սլավոնական պետությունների ղեկավարներին պայմանավորվել այս անհասկանալի պատերազմի ավարտի մասին։ Պետք է պայմանավորվել, քանզի չպայմանավորվելու դեպքում բոլորի համար վատ կլինի, ընդգծել է նախագահը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ՆԱՏՕ-ի երկրների անունից Ուկրաինային փոխանցել Թամհակ թևավոր հրթիռները, հայտնում է Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի տեղեկություններով սա Կիևի հայտնի միակ կետն է, որը Թրամփը մերժել է, մինչդեռ այլ դիրքորոշումների վերաբերյալ նա աջակցություն է հայտնել։ Թամհակ թևավոր հրթիռի թռիչքի հեռահարությունը կազմում է մինչև 1,6 կիլոմետր, ինչը, ինչպես նշում է աղբյուրը, թույլ է տալիս նրանց հասնել թիրախներին խորը Ռուսաստանի տարածքում, այդ թվում Մոսկվայում։